Դրածո իշխանություն ունենալը մեծ հաշվով բոլորին ձեռնտու է։ 23%-ը դու ամեն առածդ հացի մեջ, հա, ամեն առածդ ծամոնի մեջ դու այդ փողը տալիս ես բանին, իշխանությանը։ Այդ երկիրը առաջնորդվում է մի տարբերակով. Սիլը есть, ума не надо։ 6 աշակերտ ունեցող դպրոցը ոնց կարա $2 միլիոն արժենա։ 2 միլիոն դոլարով լասամ ես ու դու ինչ շենք կսարքենք։ Բոլորի համար ամբողջ աշխարհում պարզ էր, որ 18 թվականին տեղի ունեցածը դա գունավոր հեղափոխություն է։ Եթե համեմատում ենք Արցախի կորուստը ու ազատ վիզաները, դա մի հարթության վրա դնելու բաներ են։ Փաստացի իմացանք, որ Հայաստանում Եվրոմիության դեսպանները դրանք ոչ թե դեսպան են, այլ այս իշխանության վերահսկողներն են։ Նախարարներն ու փոխնախարարները քան աշխատավարձ են ստանում, որ ասենք, չգիտեմ, կյանքում չեն տեսել այդքան փող։ Զարա, հավատա, իր թիմում իր նկատմամբ խայտառակ զզվանք կա։ Այն հայտնի կենթանու համառությունը ինչի՞ն է ուղղված։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորական ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մակը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն, այսօր երկուշաբթի է, եւ դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Ամենասկզբից պիտի խնդրեմ ձեզ, բաժանորդագրվել ներքևի հատվածում եւ պիտի խնդրեմ, եթե ընթացքում հաղորդման ինչ-որ հարցեր են ծագում, անպայման մեզ մեկնաբանությունների բաժնում գրել դրա մասին։ Ես եւ Ավետիսը ուշի ուշով հետևում ենք բոլոր մեկնաբանություններին։ Ողջույն Նավջան։ Բարև ձեզ։ Ասա որ բոլորը կարդում ես, որ մարդիկ բան ունեն, շահագրգռված լինեն գրելու։ Չեմ ուզում սուտ խոսել, մեծամասամբ կարդում եմ, մեծամասամբ կարդում եմ։ Ես դժվարությամբ եմ կարդում միայն ռուսատար բանով, կիրիլիցայով գրած հայերեն բաները, մեկնաբանությունները, մնացած, բայց բոլորը կարդում եմ առհասարակ։ Լսի, անցյալ շաբաթ ունենց հետաքրքիր ինտենսիվ շաբաթ էր, այն որ միաժամանակ քաղաքական դաշտի 3 խաղացողներ հարցազրույց, ոդկաստ, տարբեր ֆորմատներով հանդես եկան եւ իհարկե երկրի կառավարիչը Սերժ Սարգսյանի այդ բառը ինչ շատ դուր է եկել։ Երկրի կառավարիչը հետ չմնաց, փորձեց այդ ամենին արձագանքել։ Ուզում եմ ասած մի հատ ամփոփենք, այսինքն Նարեկ Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հարցազրույցները եւ Նիկոլ Փաշինյանի արձագանքները։ Քեզ հետաքրքիր է այս ֆորմատով։ Առաջինը դե Նարեկներ, Տակեր Կալսոնի մոտ շատ տենց իրավական, ավելի շատ ժողովրդավարությանը վերաբերվող, քրիստոնեությանը վերաբերվող հարցազրույց էր, երկրորդը բան ռեկորդային պոդքաստ էր, մոտ 7 ժամ, հա, 6 քանիս, ես որ բացեցի հավատաց չեկա, որ այդքան ա տևել այդ խոսակցությունը, ես արդեն հաջորդ օրն էի ոնց որ նայում, եւ երրորդը Ռոբերտ Քոչյանի երեկվա հարցազրույցներ TV5-ին տրված, որ մի ժամ էր տևում։ Քո համար այս 3-ից որևէ մեկում կար ինչ-որ բան, որ նորություն էր։ Շատ տպավորված եմ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մի քանի կտորներով, նախ որ փաստացի ասեմ, որ հատվածը այդ Եվրամիության դեսպանի Սվիտանսկու դերակատարությունը փաստորեն Հայաստանում հեղաշրջման գործում տենց առանցքային Ես էլ ականջներից չէի հավատում, որ չասեց, որ Սվետալսկին ապան տենց մասնակցել, որ Նիկոլը գնացել է այնտեղ ինչ որ բաներ ա քննարկել, շշմած էի։ Նախ որովհետև Սերժ Սարգսյանը այն զուտ քաղաքական գործիչներից է, հա, որպես կանոն ավել բառ չի ասում։ Եվ երկրորդ որ այդ եղել է փաստացի, այն որ ասում էին արտաքին ուժերն են հեղափոխություն արել, մենք թերահավատորեն էինք, չէ, վերաբերվում։ Հայ, դրանից գամ քո ասած կառավարիչ բառին։ Ինչի է Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ոչ թե երկրի ղեկավար անվանում, այլ կառավարիչ։ Ինքը գիտի, փաստորեն ինքը 18 թվականից գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե երկրի ղեկավարը, այլ նշանակված կառավարիչ։ Այսինքն եւ նրան նշանակել է Եվրամիությունը, փաստորեն Եվրամիությունը իր դեսպանի միջոցով Հայաստանում իշխանափոխություն է իրականացրել եւ Նիկոլ Փաշինյանը նշանակված է նրանց կողմից։ Պաստորեն Նիկոլ Փաշինյանը գնացել է դեսպանի մոտ, ասել է ինձ առաջարկում են փոխվարչապետի պաշտոնը։ Ես ուզում եմ այդ խոսակցությունը պատկերացնեմ, Սվետալսկին էլ ասել է, չէ, ախպերս մի համաձայնվի, մենք քեզ վարչապետ ենք սարքելու, դու ինքը ասել է, մենք քեզ վարչապետ ենք նշանակում։ Մենք Սերժ Սարգսյանին ազատում ենք
աշխատանքից, թե ինչ մեխանիզմներով պարտադրում ենք, ստիպում ենք, եւ ստեղ մի բան էլ կա, լսի, եթե Սերժ Սարգսյանը իմացել է նաեւ, եթե այդքանը իմացել է նաեւ, որ իր համառելու դեպքում, եթե ինքը համառի, Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ շատ վատ գործողություններ է իրականացնելու, պատժիչ գործողություններ է իրականացնելու։ Ինքը երևի նաեւ այդ պատճառով է, որ բան է արել։ Դե իրականում Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ ակնարկել է, որ երբ որ աշխարհաքաղաքական կոնսենսուս կա քո հեռանալու հետ կապված, դու չես կարող դրան դիմադրել, որովհետև դրանով դու կվնասես երկրին։ Բայց այդտեղ մի հատ կարևոր հարց կար։ Եթե Սվետալսկին է տենց թոփ տղեներ, հա, ինքն էր որոշում ով լինելու վարչապետը, ինքը չի որոշել, ինքը ուղղակի այդ որոշողների ներկայացուցիչն է եղել։ Okay, թեկուզ ներկայացուցիչն է եղել։ Այդ պարագայում Ռուսաստանի այդ լուր համաձայնությունը ինչով է պայմանավորված։ Նույնիսկ իրանք էլ են խաբվել, մտածել, որ կարա տենց համատեղ պրոյեկտ լինի Փաշինյանը, ոչ թե միայն արևմուտքի նշանակած։ Այդ օրինակից հետաքրքիր է, որտեղ որ ասում ենք աշխարհաքաղաքական կոնսենսուս, ի նկատի ունենք եւ արևմուտքը, եւ Ռուսաստանը, հա, եւ թեկուզ թշնամիները, կամ Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Իրանը չէ իհարկե թշնամիների շարքում չի, բայց այս տարածաշրջան ոնց որ թե համաձայնվել են, հա, Նիկոլի Տեխնացյան հետ։ Ինչի են ռուսները համաձայնվել, եթե նշանակողն եղել է արևմուտքը։ Ես ունենք այդտեղից հետաքրքրում է այդ հարցը։ Երկու բացատրություն կարա լինի։ Կարա լինի մի բացատրություն, որ դա անակնկալ է եղել ռուսների համար, համակերպվել է։ Կա մի տարբերակ, ես լսել եմ մի տարբերակ, որ իբր ռուսական վերնախավը համոզված է եղել կամ նայ, Ռուսաստանում ասում են, չէ, որ Ռուսաստանի իշխանությունը ինքը բազմաշերտ է եւ տարբեր ուժեր կան եւ այլն, տարբեր պայքարում են իրար դեմ, տարբեր բաշնյաներ կան Կրեմլի, չգիտեմ, բան աշտարակներ կան։ Որոշողը մի մարդ է, էլի արդյունքում։ Ինչքան էլ աշտարակները կռիվ չտան, վերջում մի մարդու խոսքն է անցնում։ Այդ մարդը ենթադրաբար ասել է դե ոչինչ։ Դե այդ մարդը նկատի ունենք Վլադիմիր Պուտինին, կարա տեղյակ չլներ, տեսականորեն։ Անակնկալի եկավ։ Հայերը վերցրեցին արևմուտքի բանով աջակցությամբ իշխանափոխություն, հեղափոխություն արեցին, բերեցին Նիկոլի պես մեկին նշանակեցին վարչապետ, ինքը ասենց թերթերից իմացավ։ Լսի, 14 թվականին, դրանից առաջ, 14 թվականին, նույն Ուկրաինայում տեղի արևմուտքը նույն ձևի հեղաշրջում արեց։ Բանին Յանուկովիչին հանեցին, բերեցին Պորոշենկոին։ Ինչ արեց Ռուսաստանը, կարաս ասես, ինչ արեց։ Ռուսաստանը ինքը մեծ հաշվով շատ թույլ երկիր է, շատ թույլ։ Ինքը ոչ մի մեթոդ ունի պատերազմ։ Հա, մի մեթոդ ունի պատերազմ։ Մենք միշտ դրա համար մասին ասել ենք, որ այդ երկիրը առաջնորդվում է մի տարբերակով։ Սիլը есть, ума не надо։ Չէ։ Լավ, չվիրավորենք մեր հուսային բաներին։ Դե չեն վիրավորում, բայց հիմա էդ է, տեսնում ենք, որ արդյունքը էդ է։ Տես իրանք կարային կոնտր տարբերակ Ուկրաինայում փորձեին հեղաշրջում անեին, չէ՞, ենթադրենք։ Դե փորձեցին ոնց որ թե։ Չէ, չփորձեցին։ Ոնց փորձեն։ Լսի, երբ որ դու չունես այդ գործիքակազմը, այդ գունավոր հեղաշրջումների բանը գործիքը դա արևմտյան գործիք է, փափուկ ուժի կամ չգիտեմ ինչի բանն է։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Հիմա Հայաստանում արևմուտքը հեղաշրջում էր անում։ Ռուսաստանը ինչ աներ։ Ասա, ինչ աներ։ Ինչ։ Ես մի քանի տարբերակներ ունեմ, օրինակ, ասենք, եթե իրանց սրտի տեխնացուն Կարեն Կարապետյանն էր, ինչ որ կերպ աջակցեր, դա կարող լիներ նաև քաղաքական աջակցությունը, ինչ որ հայտարարությունների տեսքով եւ կարող լիներ ինչ որ այլ աջակցություն, չեմ ուզում ասեմ ռազմական, բայց ամեն դեպքում դա կարող է ինչ է նշանակում քաղաքական աջակցություն։ Բայց իրենք թողեցին, ոչ մի բան չարեցին, դա հետաքրքիր։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը մի անգամ ակնարկել է, որ ռուսները իբր թե մասնակից են եղել այդ հեղափոխությանը, հեղաշրջմանը։ Հա, այդ որ ասում աշխարհաքաղաքական կոնսենսուս, ենթադրվում է, որ ռուսներն էլ էին այդ կոնսենսուսի մասը, չէ՞։ Դե լսի, թույլ իշխանություն ունենալը բոլորին ձեռնտու է։ Հա։ Դրածո իշխանություն ունենալը մեծ հաշվով բոլորին ձեռնտու է։ Ասեմ ինչի համար, որտեղ բոլորը համոզված են, որ դա ավելի ծառան է։ Ահա, ի կառավարելի է, հեշտ կառավարելի է։ Եվ մեծ հաշվով, հիմի կարաս ասես, Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, եկավ Նիկոլ Փաշինյանը։
ինչ կորցրեցին ռուսները Հայաստանում։ Ինչ կորցրել ենք, մենք ենք կորցրել։ Լավ դուել, ինչ են կորցրել, ինչ են կորցրել։ Ղարաբաղում չկարողացան պահպանեն, այս տարածաշրջանի վրա իրանց ազդեցությունը չկարողացան պահպանել։ Հիմա ասենք փաստա չէ, որ եթե Տրամպի տրիպը բացվում է, այդտեղ ամերիկյան կազմակերպությունը կանգնում, ռուսների մասնակցությունը այստեղ զրոյանում է։ Լսի, զրոյանում է, հասկանում եմ, բայց ռուսները մեծ հաշվով մենք ենք կորցրել։ Լսի, չէ, մենք շատ ենք կորցրել, անհամեմատ շատ ենք։ Ռուսները բան չեն կորցրել։ Ես հիմա քեզ ասում եմ, տես, այն օրը բանը ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի քարտուղարների նիստն էր։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն հայտարարեց, ասեց ձեր այդ տրիպը մեր վեճը չի, մեծ հաշվով, այն որ ասեց մեկը մյուսին չի խանգարում, դա ուզում էր ասել, ախպեր, մեզ вообще չի հետաքրքրում, գնացեք ուզում եք բացեք, ուզում եք փագեք, ուզում եք ասեմ ինչի համար, որովհետև ռուսները ճանապարհ են սարքում, 1.6 միլիարդ դոլար փող են դնում եւ Իրանի տարածքում 160 կիլոմետր երկարությամբ ճանապարհ են սարքում, որը պարսկական իրանական երկաթուղին միացնում է Ադրբեջանի երկաթուղուն։ Զարա ջան, հիմա ես քեզ ասում եմ, ռուսներին Հայաստանի այդ տարբերակը պետք էր, որպեսզի իրանք գնային տաք ծով էր, այսպես ասած, իրանց ուշք ու միտքը ռուսական ամբողջ վերջի 300 տարվա նպատակը եղել է դուրս գալ տաք ծովեր։ Իրանց հյուսիսային սառուցյալ օվկիանոսն է կամ չգիտեմ Բալտիկ ծովն է, Բալտիկ ծովի նավահանգիստները կապում են Հնդկական օվկիանոսի հետ։ Հիմա դու պատկերացնում ես, ասում են ախպեր ջան, մենք մեր նպատակին հասել ենք։ Մենք ուզում էինք, որ դա լիներ ձեր միջոցով, բայց դուք այնքան խելք չունեցաք, որ տարբեր պատճառներով մեզ մերժեցիք։ Հիմա դուք դառնում եք փակուղի։ Փակուղի։ Իրականում մենք ստացվում է մի հատ շրջափակված երկիր ենք, բոլոր կողմերից փաստացի արդեն։ Լսի, երբ որ ռուսները ասում էին, որ մեր հսկողության տակ լինի, չէ՞։ Լսի, մարդիկ թող մեր դիտորդները, մեր հետևողները, մեր հաղորդումը դիտողները մի հատ վերցնեն քարտեզը եւ նայեն։ Ռուսաստանը ինչ էր առաջարկում այդ 3-4 տարի։ Ասում էր մեր երկաթուղին, մենք երկաթուղով վերներ ենք տեղափոխելու դեպի Հնդկական օվկիանոս, Պակիստան, Հնդկաստան։ Ասում է դուրս է գալի, թող վերցնեն քարտեզը նայեն։ Ռուսաստանի տարածքով երկաթուղին գալու էր Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով անցնելու էր Մեղրիի բանով, այդ հատվածով 42 կիլոմետրանոց, գնալու էր Նախիջևան, Նախիջևանից կպնելու էր Իրանի երկաթուղուն։ Նայ։ Ընդեղից էլ Իրանի երկաթուղով գնալու էր դեպի Պակիստան, Հնդկաստան։ Պարզա, չէ, այնքան տրիվիալ բաներ էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իբր թե այն բանով, որ ոնց թե չհասկացանք, բանը լինի, ռուսական ՖՍԲ-ն պիտի հսկի, չգիտեմ ինչ, տարավ, այդ ծրագիրը մերժեցին, փաստացի այդ ճանապարհը տվեցին բանին։ Ամերիկացիներին։ Որոնց բացարձակ դա պետք չի։ Իրանք իրաց երկից ոչ մի բեր չեն տեղափոխելու այդ ճանապարհով դեպի Հնդկաստան, չգիտեմ, կամ կապ չունի ուր։ Լսի, հիմա ռուսները ասեցին լավ, չեք ուզում, ընկերներ։ Ձեզ այդ տարբերակը չի հետաքրքրում։ Մենք կկառուցենք շրջանցող տարբերակ։ Մենք շրջանցող տարբերակ, որից դուք ընդհանրապես դուրս կմնաք։ Մենք 1 միլիարդ 600 միլիոն փող կծախսենք, ստեղ ծախսելու են մի քանի միլիոն դոլար, մի քանի տասնյակ միլիոն դոլար, անհամեմատ ավելի քիչ, անհամեմատ, որովհետև այնտեղ պետք է կառուցվի 160 կիլոմետրանոց նոր երկաթուղի, ստեղ ընդամենը պետք է Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին վերանորոգվեր։ Այսինքն ռելսերի մի մասը վաճառվել է, չգիտեմ այնտեղ, բայց այսինքն ընդամենը 42 կիլ ու տեղանքը շատ հեշտ է։ Ես արդեն նախատեսված է եղել այդտեղով երկաթուղի եղել է, այսինքն դա բանով հովտային ուղիղ տարածքով Արաքսի կողքով, Արաքս գետի կողքով անցնող հովտային ճանապարհ է։ Իսկ այդ Ռաշտ աստարագիծը
լեռնային պայմաններում ռուսների համար դա շատ բարդ ալնելու մեծ փող իրանք իհարկե կհաղթահարեն, բա մենք միջև երկաթուղին միջև այդ տնտեսական հնարավորությունները ընդլայնելու մի հատ ուրիշ հարց ունեմ, հետ գնանք Սվետարսկուն, հա, հետ գնանք այդ Եվրոպայի կամ չգիտեմ արևմուտքի մասնակցությանը հեղափոխության այսպես ասած։ Ինչով էր ամենաշատը հպարտանում Նիկոլ Փաշինյանը, հա, որ առաջին անգամ հայ ժողովուրդը դրսևորեց իր բոլոր, չգիտեմ, ազատ կամքի, ազատ խոսքի, իշխանություն ընտրելու բոլոր գործառույթները իրականացրեց ու վերջապես մենք ինքնիշխան ենք, հա, 100 անգամ երեկել արձագանքելով Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին մարդը գրել է, ես որ ասում էի Արցախը թոք ա մեր վզին, տեսակ որ թոկը կարճացնելու մեթոդներ, էս կոմենկո Եթե քեզ նշանակել է փաստացի, քո ամենաբարձր կոնտակտը եղել է Սվետարսկին, դա խայտարակություն է, դա ակնհայտ խայտարակություն է։ Դու ո՞նց կարաս այդ դա սարքես, այդ ժողովրդավարությունը, ինքնաշխանությունը դրոշակ։ Ինձ մի հատ այդ կբացատրես, դա սա ինչ անբարոյականություն է, որ այդքան կախյալ, որ փաստացի նշանակված էլի, ասենք, չգիտեմ, այս պարագայում աշխատանքի ընդունվել էլ չի, էլի, բուկվալեն նշանակվել է։ Մարդը տենց բան է, ժողովրդավարության դրոշակացած։ Սերժ Սարգսյանի ասածը Սվիտալսկու հետ կապված շատ կարևոր փաստ էր, բայց նույնիսկ եթե դա չլներ, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դա չհայտարարեր, բոլորի համար ամբողջ աշխարհում պարզ էր, որ 18 թվականին տեղի ունեցածը դա գունավոր հեղափոխություն է։ Դա այն մեթոդները, ձեռնարկներ կան, ոնց բան անել, կազմակերպել։ Չգիտեմ, մի հատ տխուր տատիկ, չէ, ասենք Լեյլա տատիկը, չգիտեմ, մի հատ շուն, որը պետք է քայլի կողքով։ Այ, ամերիկացի մի հատ սոցիոլոգ է կամ չգիտեմ, Շարպի մասին լսած կլինես։ Ինքը վերցրեք YouTube-ում մանեկեք, կա նաև ֆիլմ իր մասին, իդեպ ինքը մահացավ 18 թվականին, չտեսավ, եթե մի քանի ամիս էլ ապրեր, ինքը հունվար ամսին մահացավ, եթե մի քանի ամիս ապրեր, ինքը կտեսներ նաև, ինքը շատ գունավոր հեղափոխություններ է տեսել, էլի Շարպը, բայց այս մեկն էլ կտեսներ, բայց եթե վերցնես նայես այն մեթոդները, այն բառերը, այն մարդկանց մանիպուլացնելու ձևերը, խաբեությունը, բանը, որ կիրառվում է, չէ, կտենաս, որ գրքով արած հեղափոխություն։ Շարպի գրքով, հա։ Շարպի գրքով արած հեղաշրջում է, գունավոր հեղաշրջում, կամ գունավոր հեղափոխություն։ Այսինքն մի հեղափոխություն, մի հեղաշրջում, որը ունի արտաքին տեր եւ ուղղված է բանի երկրի արտաքին քաղաքականությունը փոխելու համար։ Հայաստանի Եվ չի բխում մեր երկրի շահերից կարևորն է դա իրականում։ Եվ ոչ միայն ինչի պետք է բխի։ Ինչի պետք է բխի, երբ որ այդ իշխանությունը ունի արտաքին տեր։ Եթե այդ իշխանությունը Չէ, դե կարար արտաքին տերը տենց բարի պապիկ լիներ, որը ասեր, ուզում եմ Հայաստանը ժողովրդավար երկիր լինի, բայց այս պարագայում իրանք այդ ցանկություններն էլ չունեն։ Իրականում իրանց ցանկությունն եղել է ազգային էլեմենտը մինիմալիզացնել, հա, խեղդել, հիմա օրինակ այս աչք փակոցին էս եկեղեցու դեմ գործընթացին, դե ինձ թվում է այդ նույն շարքի բանն է, հա, մի էլեմենտն է, ու այդ ազգայինը խեղդելով, sense մի հատ sense անհայրենի կոսմոպոլիտ, sense բան ազգ Արևմուտքի ստրուկ, հայ ժողովուրդը վիզաների ազատականացման դիմաց սեփական հողը ծախելուն ունակ ժողովուրդ։ Ինչ է տալի այդ վիզաների ազատականացումը։ Լսի, որը սարքել են եվրոպացիները, սարքել են իբր մի հատ կոնֆետ, նվեր, հա, որ իբր թե հեսա ձեզ մի հատ այնց կոնֆետ ենք տալու, որ ես քեզ ասեմ վիզա ստանալը դες բարդ բան չի, էլի, ես չգիտեմ ինչ ա ուզում ես ազգը, բայց լսի, բայց նույնիսկ եթե դա բան է, մարդիկ գնում են Եվրոպա փող ծախսելու, չէ՞, որ լսի, իրանց շահերից է ելնում մեզ վիզա տալը, էլի։ Կամ գնում են այնտեղ էշություն անելու, շատ կներեն այն մարդիկ, ովքեր բան են անում, բայց գնում են ամենացածրակարգ աշխատանքը անելու։ Այսինքն եվրոպացիների համար մատուցող, հավաքարար, չգիտեմ, վարող, տեղացին համաձայն չի անել։
տեղացին այդ գնով համաձայն չի անել, այո, երկրորդական չեն գնում էլ ինտեղ գիտնական աշխատելու կամ չգիտեմ ախպեր եթե գնում են գիտնական աշխատելու, ստանում են աշխատանքային վիզա, եվրոպացիները մեծ սիրով մեր խելացի երեխեքին արդեն տարել են, եթե հիշում ես 90-ականների թվականներին այդ մեր բոլոր լավագույն գիտնականներին տարել են այդ այսպես կոչված ծրագրերի փոխանակման, չէ, ինչ որ փոխանակման ծրագրերով տարել են, դա էլ է բան, Զարա ջան, երկիրը թալանելու ձևերից մեկն է։ Հաստատ։ Հիմա իրանք ստացել են մի հատ իշխանություն, որը խելոք իրանք ծառայում է, շահագործում է հայ ժողովրդին եւ այդ հայ ժողովուրդը, այն որ Նիկոլը իբր թե մարդկանց խափում է, ասում է դուք լավ չեք ապրի, որովհետև կրթված չեք, չէ։ Քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կա, հայ մարդը չի կարող լավ ապրի, որովհետև այս երկիրը ծառայում է դրսին։ Հայաստանի մի հատ թիվ եմ ուզում հրապարակեմ, այս հիմա քննարկում է Հայաստանի բյուջեն։ Ցանկացած մարդ կարա վերցնի նայի, որ Հայաստանի բյուջեի եկամտային մասի 3 տրիլիոն դոլար է մոտավորապես, մի քիչ ավել։ Դրա 1/3-ը, ուղիղ 1/3-ը օգտագործվում է արտաքին եւ ներքին պարտքի, ընդհանրապես պարտքի սպասարկման տոկոս փակելու վրա հանգիստ ասա։ Հիմի դու պատկերացնում ես, թող ամեն մարդ նստի ու մտածի, եթե ինքը իր եկամտի տարվա եկամտի ասենք պատկերացնենք, չէ, բայց տարվա չէ, ամսը 100,000 դրամ փող է ստանում, չէ, 33,000-ը պետք է ամեն ամիս 10 պարտք։ Դու կարաս լավ ապրես։ Բացառված։ Եվ ուրիշ մի բան ասեմ, դու ոչ միայն այդ 1/3-ը վճարում ես, լսի։ Այնև ավել պարտք ես վերցնում, որ մյուս տարի ավելի շատ վճարես։ Այսինքն, եթե այս տարի մեր պարտքը 14 միլիարդի կարգի է, նախատեսվում է, որ մյուս տարի այդ պարտքը լինելու է 15 միլիարդը անցնելու է ու տենց անընդհատ, հասկանում ես, մենք ու ծախսացնել չի երևում, որ ասես վերցրել է ինչ որ, չգիտեմ, համալսարաններ ասարքել կամ չգիտեմ ինչ որ նոր ալտերնատիվ ճանապարհներ ասարքել, որ մենք Ադրբեջանի զորքի կողքով չանցնենք ինչ որ հատվածում, դա էլ չկա, Իհարկե, տնտեսության զենք քարել։ Իբր թե սրանք ասում են, իբր թե, նայ, մարդկանց ինչ են խափում։ Ասում են դպրոց ենք սարքում, մանկապարտեզ ենք սարքում։ Այդ որ վերջում սրանց 2 միլիոն դոլարով սարքում են դպրոց, որը ընդամենը 6 աշակերտ ունի, մի գյուղում, ու ամեն ամիս 130,000 դոլար, տոլի 160,000 դոլար տոկոս են տալի, որ այդ դպրոցի պարտքը փակեն։ Դա աբսուրդ է, դու հասկանում ես։ Զարա ջան, այդ 2.5 միլիարդով, որոնք իրանք օգտագործում են բանում Հայաստանի արտաքին պարտքի սպասարկմանը, ուրեմն ամեն երեխու համար կարելի էր անհատական մանկապարտեզ ու անհատական դպրոց կառուցել։ Ուրիշ որևէ բան չասենք։ Անհատական, էլի։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում, ինձ ուրիշ բան է հետաքրքրում, իրականում այդ թվերի մեջ ես ցնցումների մեջ եմ ընկնում այդ գներից։ Ասենք 6 աշակերտ ունեցող դպրոց ոնց կարա 2 միլիոն դոլար արժենա։ 2 միլիոն դոլարով լասամ ես ու դու ինչ շենք կսարքենք։ Բա ինքը իր իշխանությունը ոնց է պահում։ Այդ փողին հասանելիություն տալով, լսի, փողի Դա թող բաժանի։ Ամեն ամիս բոլոր Հայաստանում գրանցված բոլոր քարտերի վրա փողի չնի։ Չէ, բաժանում է, բայց իր ոստիկանության, չգիտեմ, իր այսպես կոչված թիմակիցների, ոստիկանական գվարդիային, падգամավորներին, նախարարներին ու փոխնախարարներին քան աշխատավարձ են ստանում, որ ասենք, չգիտեմ, կյանքում չեն տեսել այդքան փող։ Իհարկե։ Դե այդ եմ ասում, Հայաստանի եկամուտի 1/3-ը գնում է բանին, արտաքին ու ներքին պարտքը փակելուն, մնացած մեծ մասը գնում է այդ ոստիկանություն, չգիտեմ, ազգային անվտանգություն, դատախազություն, այդ իր իշխանությունը պահող ռեժիմի պահպանմանը, մյուս մասը, մի չնչին մասը գնում է այդ թոշակների ու աշխատավարձերի վճարմանը։ Հիմա մարդկանց հարց է առաջանում, օրինակ մարդիկ ասում են, ինչի մեր թոշակը չի բարձրանում։ Ձեր թոշակը մարդկանց աշխատավարձը, թոշակը եկամուտը չի բարձրանում, մի պատճառով։ Որովհետև առանց դրա եք դուք Նիկոլ ընտրում։ Չէ, որովհետև իրանք առանց դրա են Նիկոլ ընտրում։ Եթե իրանք չընտրեին գոնե մի անգամ չընտրեին, տեսանելի լիներ, որ թոշակ առուն կընտրի, եթե իր աշխատավարձը բարձրանա, ինքը թոշակը կբարձրացներ։ Դպրոց չէր սարքի։
Լսի դպրոց էլի ախր դպրոցն ու թոշակը պետք չի իրար հակադրել։ Չեմ հակադրում, հասկանում ես հարցը այն է, Ես ասում ինքը ծախսում է այն մարդու վրա, ով որ պատրաստ է իր իշխանությունը պահել։ Ծախսում է падգամավորի վրա, որովհետև իմպիչմենտի փաստաթղթի տակ այդ падգամավորը դրա դիմաց չի ստորագրում։ Ծախսում է ոստիկանի վրա, որովհետև եթե հանկարծ բողոքի ակցիաներ լինի, փողոցը մարդ լցվի, դրանք են գնալու մարդ ծեծելու։ Ինքը ծախսում է, չգիտեմ, ծայրամասում միտեղ մի գյուղում 2 միլիոնով, որ մարդկանց աչքը կողի, ասեք տեսեք ես ինչ եմ արել։ Լսի, այդ թոշակառուները վախեցած, վախի ազդեցությամբ, լսի, գնում են ընտրում են կամ չեն էլ ընտրում։ Մի մասը ընտրում է, մի մասը ընդհանրապես չի մասնակցում, մի մասն էլ չի ընտրում։ Դրա համար մարդկանց մեղադրել, որ գիտես ինչ կա, դու գնում ես Նիկոլ ես ընտրում, որովհետև չնայած քո կյանքը վատ է, ես դրա կողմնակից չեմ անում։ Մարդը պետք է հասկանա, որ իր ընտրությունից է բխում իր ապրելու պայմանները, որ այդ անտեր բյուջեն, այդ որ դու տենց բերանտլիքը թվարկում ես թվերը, հա, այսքանը ստեղած ասում եք, մեր բոլորի աշխատավարձից է գոյանում։ Իհարկե։ Երեք մի հատ նյութ եմ կարդում, ուրեմն դե դոլարի կուրսը խիստ տատանվել է, չէ՞, ասենք ժամանակին եղել է 480 քանի, հիմա 580 էլ է եղել։ Հա, բայց այս բոլոր մեր գազի պայմանագիրը, հոսանքների պայմանագրերը, ջրի պայմանագիրը, ամեն ինչը կնքած է այն 5-նով։ Վզրանք որ եկել են իշխանության, բարձում Սիսակ Գաբրիելյանը, ԿՊ падգամավորը, Մհեր Գրիգորյանին, փոխվարչապետին հարց է տվել, ասել է դոլարը իջել է, այսինքն դրամը կայունացել է, մենք ահագին 20%-ից ավել բան ունենք, տարբերություն ունենք։ Իջացնելու եք այդ գազի գինը։ Հիմա ձեր տանն էլ է, չէ՞, գազով ջեռուցվում։ Իմ տանն էլ է գազով ջեռուցվում։ Ես ձմեռը 80,000 դրամ ամսական գազի փող եմ տալիս։ Հիմա 20% եթե իմ 80,000 դրամից իջներ, ես անկեղծ երջանիկ կլինեի։ Իսկ թվում է դու էլ ու բոլոր հայերը։ Մենք լողանում ենք գազով, հա, տաքացնում ենք գազով, հաց ենք սարքում գազով, բոլորիս տանը գազա։ Հիմա այս մարդիկ այդ գինը չեն իջացրել։ Իսկ գիտես խի չեն իջացրել, որովհետև թանկ նորակառույցներ են սարքել Երևանում։ Այդ ավելացած գումարը դրել են այդ խողովակաշարը հավաքելու, նոր խողովակաշար հավաքելու համար։ Բայց դրա համար վճարել է, ասենք, հեռավոր այդ գյուղում, որտեղ որ 2 միլիոն դոլարով դպրոց են սարքել, այդ գյուղը բնակիչ է, 20% ավել է վճարել։ Հիմա ԿՊ-ական հերթական падգամավորը եթեր կմտնի, ասի, դե ինչ էր, մի 50 դրամ էր տարբերություն տալու, 50 դրամ չի ժողովուրդ, 80,000-ի 20%-ը, հաշվեք։ Պարզ մաթեմատիկա է, вообще 50 դրամ չի։ 16,000 դրամ է անում։ Ես կարող եմ քեզ միանգամից ասեմ, էլ պետք չի։ Շնորհակալություն, չծանրաբեռնենք մեր հետևորդներին։ Մենակ այդ չի, նույնն էլ հոսանքինն է, նույնն էլ ջրինն է։ Ու բոլոր տեղերը մենք դոլարի տատանման արդյունքում 20% դոլարը էժանացել է։ Մենք ինչի 20% էժան կոմունալ չենք վճարում։ Ես քեզ ասեմ նաև պատճառներից մեկը որն է, որ պետությունը, այսինքն պետությունը ասածը իշխանությունը շահագրգռված է գների բարձրացմամբ։ Ինչի համար։ Զարա ջան, ինչքան թանկ է ապրանքը, այնքան շատ է դրա միջի ավելացված արժեքի հարկը, այսինքն եթե ապրանքը արժի 1000 դրամ, դրա ավելացած արժեքի հարկը 23%, հա, 23 կարծեմ, 20-23 հիմա էական չի։ 23%-ը դու ամեն առածդ հացի մեջ, հա, ամեն առածդ սալմոնի մեջ դու այդ փողը տալիս ես բանին, իշխանությանը։ Դե հիմա մարդիկ բոլորը գրագետ մարդիկ են մեզ դիտողները։ Թող մտածեն, հիմա թանկ ապրանքի մեջ 23%-ը ավելի շատ է, քան էժան ապրանքի մեջ։ Թանկ գազի մեջ 23%-ը, թանկ էլեկտրաէներգիայի մեջ 20 կամ 23%-ը ավելի շատ է, քան ասենք էժանի մեջ։ Մենակ այդտեղ իրանք հո այդ չեն ստացել, նաև այդ բանի տարբերությունն է, այսինքն գազը նու լավ, հեծի վրա օրինակը բերենք, ամենահեշտը հեծն է, հա, հեծը ինքը բաշխիչ ցանց է։ Ինքը վճարում է 5-նով։ Ինքը պետությանը վճարում է 5-նով, ասենք ենթադրենք, հա, այն վաղ տեղել է 480, հիմա 380 է, ինքը այդ 100 դրամը ավել է վճարում։ Այսինքն պետությունը դա անգամ ավելացված արժեքի հարկով չի դա ավել ստանում, այլ ուղղակի ինքն է, չէ՞, գլխավոր ներմուծողը։ Գազն էլ է ինքը ներմուծում, էլեկտրաէներգիան էլ է ներմուծում կամ արտադրում, ատոմակայանը պետական է, չգիտեմ, բեցն է պետական։ Այդ բոլոր կառույցները դրանց աշխատած փողերը գնում են իշխանության գրպանը։ Իրանք այդ փողը չեն իջացնում, որովհետև որ իջացնեն, դե իհարկե հնարավոր չի լինի, չգիտեմ, 4000 մարդ պահել մենակ սեփական ճանապարհը վերահսկելու համար, հա, ամբողջ քաղաքում։ Իհարկե, եւ էլ եմ ասում, 1/3-ը գնում է պարտքի սպասարկմանը, լսի աշխարհում չի կարա որևէ երկիր հարուստ լինի, որևէ հասարակություն լավ ապրի,
եթե իր եկամտի, հավաքված եկամտի 1/3-ը գնում է ինչ որ պարտ փակելու վրա, դրա համար արևմուտքում, արևմտյան երկրներում մարդիկ լավ են ապրում, Հայաստանում չի կարա միշտ ինչ ենք ասել, գաղութային կախվածության մեջ գտնվող երկիր։ Սվիտալսկին էլ այդ գաղութի հիմա մենք փաստացի իմացանք, որ Հայաստանում Եվրոմիության դեսպանները, դրանք ոչ թե դեսպան են, այլ այս իշխանության վերահսկողներն են։ Կառավարիչները, իշխանության կառավարիչները։ Այո, իշխանության կառավարիչները։ Ու երբ որ մենք շատ ժամանակ տեսնում ենք կամ լսում ենք բաներ, որոնք տրամաբանությանը, մարդկային բանականությանը հակառակ են, պետք է հասկանալ, որ դրա համար ոչ թե պետք է ինչ-որ բացատրություններ, տրամաբանը, պետք է մտածել, որ այդ մարդիկ ուղղակի ինչ-որ միտեղից հրահանգ են ստացել։ Հիմա մարդիկ ասում են, չէ, օրինակ նույն այդ եկեղեցու դեմ արշավը։ Հարց է առաջանում, չէ, ասենք Նիկոլ Փաշինյանի իշխանության ինչին էր պետք, չէ, որ այդքան մարդու հանեց իր դեմ, չէ։ Բայց կարող է այդ մարդը ու համառորեն շարունակում, այ Միչելոցը դրան չեն կադրադարձել, էլ ասենք Կիրակի օրը էլի պատարագի մասնակցել, այս անգամ Թալինի եկեղեցում էր։ Այս անգամ ավելի խայտառակ։ ChatGPT-ին էլի հաշվել է 450-ից 650 մարդ։ Դե ավելի խայտառակ է։ Անցյալ անգամ 750 էր, 550-ից 750, հիմա իջել է թվեր։ Ամբողջ թիմով, էլ նազիր վեզիրներով, էլ չգիտեմ իրանց սպասարկող բանդով, ամբողջ այդ ապարատով, այն ազգային ժողովի պատգամավորները հատկապես աղջիկերք իրենց ճաղում են այդ պատարակների համար, մարդ չի հավաքվում։ Այս այն հայտնի կենթանու համառությունը ինչի՞ն է ուղղված։ Դե այդ եմ ասում, հիմա կարա չէ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում մի հատ բան ասեց, չէ, ասեց պուլտը ուրիշի մոտ է։ Հիշում ես, այտենց արտահայտություն արեց։ Այս Սերժ Սարգսյանն էլ ասեց ում մոտ է այդ պուլտը։ Լսի, այս մարդիկ, այս իշխանությունը դրսի պուլտով կառավարվող մարդիկ են։ Քանի այդ պուլտը չի վերադարձվել հայ ժողովրդի մոտ, այսինքն նայ Ադրբեջանին, նայ Վրաստանին, այդ երկրները Հայաստանը ինչքան էլ ողբերգական լինի, ինչքան էլ դաժան լինի, բայց Հայաստանը միակ երկիրն է այս տարածաշրջանում, որը ունի արտաքին կառավարում։ Լսի, պարզ է բոլոր երկրների վրա կա ինչ-որ ազդեցություն։ Մենք չենք ասում, որ ինչ-որ կախվածություններ ունեն, ասենք, չգիտեմ, գազից կարա կախված լինի, կարա, չգիտեմ, ռազմավարական դաշնակիցներից կախվածություն լինի, հովանավորչություններ լինեն, բայց սենց որ ազգային շահ, սենց դնեն, cancel անեն, չէ, որ սենց բացարձակ նշանակովի իշխանությունը լինի, տես Վրաստանի կռիվը այս 4 տարի է, 5 տարի է։ Որ նշանակովի իշխանություն չլինի։ Հա, իրանց վրացիները օրինակ այդքանը հասկանում են, որ ասում են ախպեր ու շանտաժը ինչն է, ասում են, եթե մենք ձեր մոտ չկարողանանք իշխանություն նշանակենք, ձեզի վիզաների ազատականացումը ասում են ընկեր հանեք, ու չեն հանում։ Լսի, միշտ անընդհատ վրացիներին վախացնում են, ժամկետ են դնում, ասում են իբր օգոստոսին կհանենք, այս տարվա կեսին այդպես մեծ բան է, դժբախտություն է, ողբերգություն է, այսինքն եթե համեմատում ենք Արցախի կորուստը ու ազատ վիզաները, դա մի հարթության վրա դնելու բաներ են։ Մի հատ ուզում եմ, ասենք, անգամ Նիկոլի ընտրողի համար այս հարցը տամ, հա, ասենք ՔՊ ընտրող մարդը, եթե դուք մեզ նայում եք, եթե այստեղ կա մարդ, որը ՔՊ է ընտրելու հաջորդ ընտրություններում, մի հատ խնդրում եմ այս հարցին պատասխանեք, էլի, վիզաների ազատականացում, որ դուք sense ձեր անձնագրով նստեք ինքնաթիռ գնաք Եվրոպա եւ Արցախի կորուստը, դրանք համարժեք են։ Չէ՞։ Ինչ-որ մարդու ինչ-որ մեկը կարող է ասի և իմ համար համարժեք է։ Ինչքան մենք գումար ենք կորցրել Արցախում։ Չենք ասում հողը, պատմական տները, մարդկանց բնորանները, գերեզմանները, ուղղակի հանքերի և կառուցված արդեն շինությունների տեսքով։ Ինչքան գումար է Հայաստանը կորցրել Արցախում, այն հանձնելով։ Զարա ջան, նախ բանը միլիարդավոր, տասնյակ միլիարդավոր, բայց հետո գիտես ինչ կա։ Հետո արտաքին պարտքը կփակեինք, էլի, գոնե ասենք տաղտաղներ ծախելով տայինք։ Չէ, լսի, այդ համեմատությունը նույնիսկ տեղին չի, որովհետև հայրենիքը ի վերջո դա ոչ մի գին չունեցող բան է, էլի, ոնց որ չես կարա երեխուդ
արժեքը գնահատես, չէ, մարդու արժեքը գնահատես, ծնողիդ արժեքը, ֆինանսական արժեքը գնահատես, տասնապատիկ ավելի դժվար է կամ անհնար է հայրենիքը ինչ որ ֆինանսական կամ դրամային արժեքով չափել։ Ուղղակի ես ինձ հետաքրքիր է այդ հասարակ մարդուն ուղղում, որտեղ վիզան ու Արցախը, չգիտեմ, Նիկոլի իշխանությունը ու ինքնիշխանությունը համատեղվում են։ Լսի, մարդ կա իր երեխուն ծախում է։ Մարդ կա փողի համար իր ծնողին սպանում է։ Հիմա ես ինչ ասեմ։ Լավ, դե տենց տեղ։ Կան, բայց չէ, դեպքեր կա, չէ, դեպքեր կա։ Հիմա դու ուզում ես ասես, այդ կատեգորիայի մարդիկ կան, չէ, մեր հասարակության մեջ։ Իր համար այտենց մարդուն որ գնաս ասես, կասի հա, թող բանը։ Հիմա կարող է մեկին եթե ասես ընկեր, մի հատ նարկոմանի կամ բանի, ասես Սյունիքը որ ծախենք, բերենք քեզի $5000 փող տանք, բաժնենք բոլորին։ Ծախենք դեմ չես լինի։ Դեմ կլնես, թե կողմ կլնես։ Կարող է մարդիկ կլնեն, ասեն հա կողմ եմ։ Ինչ իբր որ Սյունիքը հայկական անձի ինչ, բայց այդ 5000-ը կդնեմ գրպանս։ Նիկոլը այդ կատեգորիայի մարդկանց նախագահն է, ղեկավարն է, վարչապետն է։ Նիկոլի ամբողջ շրջապատը այդ կատեգորիայի մարդիկ են։ Դու ասում ես, «Խի տենց մարդ կլինի»։ Ես քեզ ասում եմ, բոլորը իր թիմում այդ տիպի մարդիկ են։ Նիկոլը գիտես ինչ ա արել։ Նոր մտքով անցավ։ Ինքը ընտիր ֆիլտր աշխատել։ Վատ մարդկանց ֆիլտրելու, չէ, որ ասենք մոտարապես ոնց որ ջուրն ենք ֆիլտրում, չէ, ինչ որ ֆիլտրներ ենք դնում, ասենք նստվածքները տալիս է, վերջում մաքուր ջուրն է մնում։ Հիմա բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլի կողքին են, Նիկոլի հետ են, Նիկոլի պատարակներին են եւ այլն, իրանք արդեն ֆիլտրվել են, հա, հաջորդ իշխանությունը կարա հանգիստ այդ հատվածը sense բանանի, կտրի հանի, բան, հասարակական կյանքից, երկի կառավարման համակարգից ու հանգիստ խաղաղ լավ մարդկանցով իշխանություն ձևավորի։ Սառա հարցը, նայ, տես ճիշտ ես ասում, որ հավաքվել են, բայց իշխանության խնդիրը մենակ այն չի, որ այդ վատերին հանեն։ Իշխանությունը ընդհակառակը պետքա կարողանա հասարակության միջից գտնի մարդիկ, որոնք բան են անում։ Արժեքներ ունեն, պրոֆեսիոնալ ընդունակություններ ունեն, չգիտեմ, ոչ թե մարդիկ, որոնք ամեն ինչի պատրաստ են Նիկոլի ցանկացած գժություն ասեմ, աննորմալություն ասեմ, հանցագործություն ասեմ, ամեն ինչի առաջ պատրաստ են աշկ փագեն մի բանի համար, փողի համար։ Всё, այդ Նիկոլը այդ մարդկանց առնում է փողով, առել է փողով։ Ինձ մեկ էլ գիտես ինչը դուր եկավ, Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցի վերջին հատվածում դրան անդրադարձավ ու ինձ թվում է շատ ճիշտ ձևակերպում տվեց։ Ասեց այնքան իր մեջ չարությունը շատ է, որ այդ չարությունը ինքը սկսել է արդեն դուրս է գալիս ու ինքը անընդհատ կոնֆլիկտներ է ստեղծում, հա, Արևմուտք Ռուսաստան կոնֆլիկտն է ստեղծում, որ իբր արանքում շահի, եկեղեցի պետություն կոնֆլիկտն է ստեղծում, որ իբր արանքում շահի, հասարակ մարդկանց տներ է մտնում, հա, ոնց որ են Ստեփան Ասատրյանն է ու իր քահանա եղբայրը, որոնց կոնֆլիկտի վրա ինքը փորձում է ինչ որ բան շահի։ Այս տղեն ոնց որ sense բանի վատի գեներատորն է, հա, որ ոնց որ հակադրության, կռվի, բանի, պայքարի գեներատոր։ Մարդկանց փչացնելու։ Լսի, Այս արշավը, չէ, այս որ sense հերթով գնում է։ Զարա, ամսի 16-ին պետքա լինի բան, Էջմիածնի քաղաքապետի ընտրություն։ Լսի, ինքը վերցրել է քաղաքապետի տեխնացույա սարքել մի մարդու, որի հայրը եղել է Արցախյան ազատամարտի հերոսներից։ Կարար չէ ինքը բան աներ։ Ասենք ուրիշ մարդու, ասենք այդ Մեխակյանը չլներ էլի, ուրիշ մարդ լներ։ Լսի, հիմա ինչի համար է դա ինքը անում։ Ախպեր իրան Արամ Սարգսյանին սարքել է իր իշխանության կցորդ։ Ինչի համար, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը բանանի, արատավորի, պղծի, որ ինքը մարդկանց ցույց տա, ասի արա տեսեք, այս մարդիկ հանուն փողի, հանուն պաշտոնի։ Այս երկրում բոլորը Նիկոլի նման են, ուղղակի դուք տեղյակ չէիք։ Ամեն ինչի վրա պատրաստ են անցնել։ Ամեն ինչի վրա։ Ուզում ասի ախպեր, ինչ մենակ ես եմ, տականք։ Այնքան տականքներ կան, հեսա ձեր աշկի դեմը, նենց որ ինձ մի մեղադրեք, որ ես տականք եմ։
Եկան էլի հենա ես ենք հա բա ինչ բայց ինչ ես ծիծաղում Չեմ ծիծաղում իրականում հա դու ճիշտ ես բայց գիտես ինչ այդ իշխանությունը նաև տենց մեծի ծնողի տենց բանի էֆեկտ ունի հա այսինքն ոնց որ տամպապն է լինում եթե տամպապը վատ բան է անում սաղ ցեղը անում է ես քեզ ուրիշ բան եմ ուզում ասել բոլորը մենք փողից խոսեցինք չէ ուրեմն ամբողջ աշխարհում մարդիկ փող սիրում են այս 8 միլիարդ մարդ կա այս մոլորակի վրա բոլորը շատ փող ունենան բոլորը ուզում են շատ փող ունենան ուզում են շատ փող աշխատեն մենք էլ հա բայց կա մի հատ բայց լսի երկրի ղեկավարը այդ որ դու ասում ես տան մեծը չէ երկրի ղեկավարը պետքա լինի մարդ որը այդ ցանկությունը հաղթահարի ու միշտ հաջողակ է լինում այն պետությունը, այն հասարակությունը, որը կարողանում է իր իշխանության վերևում տեսնի դնի մարդու, բարձրացնի մի մարդու, աշխարհում մեր դիտողներից շատերը կիմանան, sense բառ կա, պասիոնարություն։ Պասիոնարությունը կամ հայերեն անձնազոհություն։ Լսի, որովհետև երբ որ դու փողասեր ես ու հայտնվել ես իշխանության գլխին, երբ որ պետական ու քո անձնական շահը հակասության մեջ է մտնում, չէ՞, լսի։ Պետությունը որպես քո գրպան ես օգտագործում։ Լսի, դու միշտ ընտրություն ես կատարում հանուն քո պետական բան, քո անձնական շահի։ Դու պետությունը սկսում ես աշխատեցնել հանուն քո հարստացման։ Լսի, տես, մի հատ եմ, ես այդ օրինակը բերել եմ, բայց դա շատ կարևոր օրինակ է։ Վրաստանում որպեսզի հեղաշրջում անեն, իշխանությունը եվրոպացիները վերցնեն իրանց ձեռքը։ Մարդ էին ուղարկել բան, Վրաստանի Իվանիշվիլիի մոտ, ես չգիտեմ ինքը իրան ոնց անվանենք, իշխող կուսակցության փաստացի ղեկավարը, երկրի փաստացի ղեկավարն է, էլի, սենց ասենք։ Ուղարկել էին իր մոտ, ինքը միլիարդատեր է։ Ասել էին մենք քո Եվրոպայում գտնվող ակտիվները կսառեցնենք կամ կխլենք քեզանից։ Խոսքը մոտավորապես 2 միլիարդ եվրոյի գերազանցող գումարի մասին է։ Ինքը հիմա ինչ մտածեց, ասեց դե հիմի արա 2 միլիարդն ուր, այս բանը ուր, էլի այս պաշտոնը ուր։ Կանի Վրաստանը Ծորնեին էլ կհերիքի 2 միլիարդ է։ Սպասի Վրաստանը հանձնեմ բաներին։ Չէ՞։ Նենց էլ չի էլի որ տենց բաներ անչա պատերազմեր սկսելու կամ եսի միջ հանգիստ պրոստի իշխանապողություններ լինելու։ Ասելու են ուղղակի մենք ենք նշանակելու էլի, մենք ենք որոշում ընտրություններում ով հաղթի։ Մենք ենք որոշում, ոչ թե դուք եք որոշում, ոչ թե Վրաստանի ընտրողն է որոշել։ Մենք կորոշենք տենց թատրոն կբեմականացնենք, ժողովրդավարական եւ այլը։ Շատ ծանոթ թատրոն։ Այդ մարդը ասեց ես հրաժարվում եմ։ Ես հրաժարվում եմ, գնացեք այդ 2 միլիարդը ձեզ նվեր լինի, ես Վրաստանը 2 միլիարդով չեմ ծախի, իմ 2 միլիարդը ձեզ նվեր, Հայաստանում կա տենց մարդիկ, կան տենց մարդիկ։ Ես էդ էի ուզում ասեի, հասկանում ես, երբ որ դու գալիս ես իշխանության, իրականում քո համար բացվում է փող աշխատելու, փող ունենալու անծայրածիր հնարավորություններ, հա, ու հասարակ մարդուն 2 միլիարդ ինչ է, ասենք չէ շատ անհամեմատ ավելի քիչ գումար է պետք, հա, երջանիկ լինելու համար։ Այսինքն կշտանալու համար, ամեն օր սև իկրա ուտելու համար, կամ չգիտեմ, մասնավոր ինքնաթիռներով թռնելու համար անհամեմատ ավելի քիչ փող է պետք, որը կարելի է թեկուս, ասենք, բանով բյուջեից հանել, այդքան եթե արտաքին պարտք անում, պարզ չի ուրա ծախսում, մեզ էլ չի հարցնում արտաքին պարտք ավելացնեմ թե չէ, ենթադրվում է, որ ինչ որ սև սխեմաներով լիքը փող է տեղից կորում, չէ։ Այսինքն այդ մարդը այդ հնարավորությունը փող աշխատելու ունի։ Ինչի է իր փող աշխատելու հնարավորությունը ավելի գերակայում կամ այդ ինչ փող է ինքը ուզում աշխատած լինի, որ այս երկիրը վարի է տալիս այդ փողի խաթր։ Ես այդ չեմ կարող հասկանամ։ Հիմա տես չի կշտացել։ Այդ նույնն է, որ դու նարկոմանին ասես այսօր բանը կոկաին ես քաշե, վաղն չի ես կոկաին քաշում։ Հա, բայց որ դոզան 2 անգամ ավել քաշի կմեռնի տեղում, էլի, նես չի որ դա վերջը նարկոմանները մեռնում են։ Ես քեզ ասեմ, ես դեպքեր գիտեմ, որ մեռել են, ինձ թվում է դու էլ կիմանաս։ Հա, դե նենց այս մարդիկ էլ փողի նարկոման են։ Հավատա, իրանք չունեն որևէ բան, այսպես ասած, արգելակ։ Հասկանում։ Ինչ են անելու։
$200 միլիոն, $500 միլիոն, $1 միլիարդ ինչ են անելու։ Մարդը չի կարա ամբողջ աշխարհի բոլոր հաճույքները եթե միաժամանակ վայելի, էլի չի կարա այդքան փող ծախսի։ Զարա ջան, թող միլիարդատերը լինեն։ Հիմա աշխարհում կան միլիարդատերեր, չէ, Իլոն Մասկը, ենթադրենք ամենահարուստ մարդն է, 5.5 տրիլիոն բան ունի, ունեցվածք ունի գնահատում։ Բայց այդ մարդու համար, այդ մարդկանց համար հարստությունը բան անել նա ուսումնասիրել նա չէ, իրանց հարստությունը առաջանում է նորարարության, մարդկության, հասարակության համար օգտակար արժեքներ ստեղծելու ճանապարհով։ Կամ էլ հակառակն է լինում, հարստությունը ստանում են, ոնց որ Քրկորյանը, Շարլ Ազնավուրը, Սամվել Կարապետյանը ներդնում են այն ոլորտում, այն թիրախային խմբերի համար, որոնք իրենց համար կարևոր են։ Այսինքն լավ, պրոստը փող ունենալը ոչ մեկին հələ երջանկություն չի բերել։ Էլի ես այդ եմ ուզում հասկանամ լիա ամեն ինչ սեփական հեղինակությունը հայրենիքը չգիտեմ երեխեքին ամեն ինչ վաճառել այդ փողի համար դե հիմա ստացվել է որ կան այտենց մարդիկ էլի եմ ասում կան բազմաթիվ այտենց մարդիկ կան որոնց համար հարստությունը փողը դա ամենամեծ մարդկային արժեքն է եւ Նիկոլ Փաշինյանը քանի որ ինքը իր էությամբ հենց այտենց մարդ է որի համար փողից բացի ուրիշ որևէ արժեք գոյություն չունի, ինքը իրան շրջապատել է այդ տիպի մարդկանցով, հավաքել է, հատուկ գտել է, ֆիլտրել է, դու նոր այդ բառը ասացիր, ֆիլտրել է, չէ, օրինակ մարդիկ են եղել, որ այդ թիմից դուրս են եկել։ Լիքը, չէ, որովհետև հասկացել են, որ իրանց անձնական արժանապատվությունը ավելի բարձր է, քան ցանկացած փողը, հայրենիքի կորուստը ավելի բանա, ասել նախ չմասնակցենք, էլի դավաճանությանը մասնակցելը խայտարակություն։ Հա, չմասնակցենք այս դավաճ։ Հիմա մարդիկ էլ կան, որ ուզենային, որ այդ թիմում մտնեին, այդ վաճառքին մասնակցեին, բայց ասենք բախները չի բերել։ Նենց չի էլի, որ մենակ բանը Նիկոլ Փաշինյանը հենց բոլորին հասարակության մեջ բոլորին այտենց գթե ու իր շուրջն է հավաքել, չէ։ Հիմա կարող ասենք մեկին կանես ասես կուզեիր ենթադրենք օրինակ առողջապահության նախարար աշխատեիր, բայց ասենք Նիկոլին այտենց անվերապահ ծառայելի։ Չէ, ամեն կիրակի վազեիր կեղծ պատարագի։ Կեղծ պատարագի։ Թաշկինակ կապեիր։ Մեկը կարող ասի, բայց ինչի մենակ ես։ Երեխեքիս էլ հետս կբերեի։ Չէ, կարա։ Բայց չեմ բերում, Ֆիշկեն էտա, որ 650 մարդ է գնում։ Այդ ֆենոմենը ես չեմ հասկանում։ Ես մտածում եմ, որ իրականում Նիկոլ Փաշինյանը եթե շատ ուզենա, շատ ստիպի, պարտադրի, բան, կարա ուղղակի ինքն էլ է հասկանում, որ շատ պարտադրանքը Զարա հավատա, իր թիմում, իր նկատմամբ խայտառակ զզվանք կա։ Իրան նկատմամբ խայտառակ զզվանք կա, խայտառակ ատելություն կա իրան նկատմամբ։ Ու հարգանք չկա, չէ։ Մենակ վախ եւ փող։ Այսինքն եթե նախկին նախագահների ժամանակ էլի եղել է որ թիմում դժգոհություն էլի իրանց ղեկավարներին բոլորը չի որ սիրել, բայց գոնե հարգել են, չէ, համարել են որ այս մարդը ինձնից խելացի է, ինձնից չգիտեմ կարող է որ այդ պաշտոնին սրա դեպքում դա չի, չէ։ Իրա դեպքում վախ եւ փող, վախ կորցնելու իշխանությունը եւ այդ փողի աղբյուրը եւ մյուսը բանը հայտնի խոսք կա, չէ, դատվելու փողից զրկվելու մտրակի եւ բլիթի քաղաքականությունը Նիկոլը այդ մարդկանց պահում է մտրակով եւ բլիթով եթե դուրս գաք դուք բոլորդ հանցագործեք դուք կնստեք ամենից կզրկվեք եւ կզրկվեք ձեր կուտակած ամբողջ հարստությունը կխլվի ձեզանից եւ ոչ միայն կխլվի դուք նաեւ բան կանեք կհայտնվեք մեկուսարանում всё այդ վախի ազդեցություն իրանք ոնց մենք խոսում ենք նարկոմանի մասին, չէ՞, նարկոմանն էլ, չէ, ինքնուրույն չի կարողանում կտրվի։ Ինքը գիտակցում է, որ իր արածը շատ վատ բան է, որ այդ կախվածությունը, բայց ինքը ամեն անգամ, երբ որ գալիս է այդ դոզան ընդունելու ժամանակը, ինքը գցվում է դրան, չէ՞, չի միայն արտակ պետք է մենք այդ Նիկոլի նարկոմաններին կարողանանք ինչ որ կերպ sense բան անենք, հանենք այդ իրավիճակից ու ինչ որ մեթոդներով բուժենք, չգիտեմ, վերականգնենք, իրանց
միակ բուժվան եղանակը դա իշխանությունից պոկելն է։ Всё, ուրիշ տարբերակ չկա։ Ոնց որ նարկոմանին բուժելու այլ տարբերակ չկա, քան իրան զրկել այդ բանից, որտեվ եթե կա այդ բանը, ընդհանրամիջոցը, ինքը միշտ ընդունելու է։ Ուզում ես բացատրի, ուզում ես ասա, համոզի խնդրի է, ինչ ուզում ես։ Ո՞ն ինչ ուզում ես ասա, ինքը հենց եկավ, ասում է, հա, դու ճիշտ ես, բայց մեկը հենց եկավ այդ պահանջը, ինքը բան է անել, վերցնելու է, լցնելու է երակները, որտեղ ասելու ախպեր, չէ կմեռնեմ։ Դե նույնն էլ Նիկոլն է։ Ու իր թիմակիցները, իրանց փրկելը մենք մեր խնդիրը մեր փրկվելն է։ Մեր երկիրը փրկելն է, թե չէ իրանց փրկելը մեր փրկվելն է, հա, մենք իրանց փրկելու խնդիր չունենք, էլի։ Իսկ մենք մեզ փրկելու համար իրանց ուղղակի պետքա զրկենք իշխանությունից։ Զրկելու համար պետքա հասկանանք, որ Հայաստանը այսօր ազատագրման խնդիր ունի։ Հայաստանը ինքնիշխան չի, Նիկոլի իշխանության օրոք երբեք անկախ չի, երբեք ժողովրդավար չի։ Մեր երկիրը պետքա ազատենք արտաքին գերությունից, որ Եվրամիության դեսպանը, ու գիտես ինչն է ամենաողբերգությունը, որ տես փաստացի Հայաստանը եվրոպական եվրոգերության մեջ, հա, չէ՞, բայց մարդկանց խափում են, ասում են ախպեր, դե Ռուսաստանից է կառավարվում, չգիտեմ ՖՍԲ-ի գործակալը, չգիտեմ սրա նրա գործակալը, ինչի համար, որտեղ որ մարդկանց մեջ մտցնեն այդ բանը, գիտակցումը, որ մարդը գնա ուրիշ սխալ ճանապարհով։ Հետո նաև չլինի այդ բանը, հա, հակազդեցությունը եվրոպական Այո, որ մարդը գնա սխալ ճանապարհով։ Ատարժենյան չլինի, էլի, որ չսկսես դիմադրել։ Բայց իրական այնքան շատ են ցուցանիշները, որ սա եվրոպական պրոյեկտ է, հենց մենակ եմ, որ իր բոլոր արած բռնապետական քայլերը, ասենց լուր կամ ոչ լուր աջակցություն են ստանում Եվրոպայում, արդեն ցույց է տալիս։ Զարա, ես այս մեր հաղորդման ժամանակ մի հատ բան ասացի, 2.5 միլիարդ արտաքին պարտք։ Միշտ հիշեք, բոլորս հիշենք, կա պետության կախվածության մի հատ շատ հստակ ցուցանիշ, ում է վճարվում բանը, турքը։ Այդ турքը վճարվում է եվրոպացիների։ Ուղղակի ժամանակին դա եղել է Դանի տեսքով։ Իհարկե, հիմա ինտելիգենտ ձևով է, էլի քաղաքակիրթ են ձևակերպում, տակը ստորագրում ես։ Ասում են, այս պարտքը կվերցնես, ամեն ամիս կտանես մեզի բան կանես, ամեն ամիս մեզ փող կմուծվես։ Առաջ եկել են, ասել են, լսի, քանի որ դու մեր ենթակա երկիրն ես, այսքան Ու ինչ այլոց առաջ եղել է 10, մաքսիմում 20%, չէ՞։ Հիմա ստացվում է 33%-ն ենք մենք տալիս։ 33%-ն ենք տալիս ու ամեն տարի այդ պարտքը մեծանում է։ Ամեն տարի այդ պարտքը մեծանում է։ Այս տխուր նոտայի վրա չի ուզենա հաղորդումը փակենք, բայց Չէ, մենք տխուր նոտարի վրա չենք, մենք ուսադրողը լավ։ Չէ, մենք որոշեցինք, որ պետք է ազատագրվենք։ Պետք է ազատագրվենք միանշանակ։ Սրտատրոպ սպասում ենք այդ ազատագրման գործընթացի մեկնարկին։ Ձեզ պիտի խնդրեմ մեզ բաժանորդագրվեք, պիտի խնդրեմ մեկնաբանություններ գրեք, պիտի խնդրեմ, եթե հնարավոր է այս տեսանյութով կիսվեք, այդպիսով մեզ YouTube-ը հնարավորություն կտա ավելի մեծ լսարան ունենալ, որը մեզ համար շատ կարևոր է։ Կարող եք նույնիսկ վատ բաներ գրել, ես դեմ չեմ։ Չնայած կարծում եմ գժվում եմ, բայց ոչինչ։ Մեկ-մեկն էս բաներ մեկնաբանություն։ Բայց շատ լավ մեկնաբանությունները, քեզ ուղղված գովեստները շատ են։ Լիքը կոմպլիմենտները։ Ես հատկապես սիրում եմ, որ կոմպլիմենտներ են գրում։ Սիրուն ես, բան ես, այդ շատ եմ սիրում։ Մի խոսքով կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգապարտության ասպարեզի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։